Բարի լույս բոլորին, չկարողացա չմտնեմ, այս նյութը չնկարահանեմ, ճիշտ ասած ուզված եմ, հիմա կասեք քեզ ինչ, չէ, հենց ինձ, Պաղեստինն ու Իսրայելը ստորագրեցին խաղաղության պայմանագիր, ժողովուրդ ջան, պատերազմից վատ բան աշխարհում չկա, գույություն չունի, միշտ ձգտեք խաղաղության, երբ որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը, ինձ TikTok-ում հոշոտում էին, ինչ է իրանից ներկայացնում, որ Իսրայելի դեմ ելնի, տեսակ ինչ է իրանից ներկայացնում, ու ես ապարտ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը առաջիններից մեկն է եղել, որ ճանաչել է Պաղեստինի անկախությունը, ես բոլոր ազգերին եմ խաղաղություն մաղթում, տեսեք, դուք ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի մեջ ուզում եք sense մի հատ կեղտ բռնեք, յուրաքանչյուր մարդ սխալական է ժողովուրդ ջան, յուրաքանչյուր մարդ կարա սխալ թույլ տա, բայց Նիկոլ Փաշինյանը մաքսիմալ արել է հայ ազգի համար, մեր պետության համար, նա նվիրված է, Նիկոլ Փաշինյանը շատ է տարբերվում բոլոր քաղաքական գործիչներից, այլ պետությունների ղեկավարներից, անգամ ամենադեմոկրատ ղեկավարներից շատ է տարբերվում։ Նիկոլ Փաշինյանը ինքը խաղաղություն է սփռում, ինքը չի պայքարում թշնամու դեմ, ինքը սատարում է խաղաղությունը։ Սրանք շատ կարևոր բառեր են, որոնք դուք պետք է անցնեք։ Ես իրագործելավոճը համեմատում եմ Մայր Թերեզայի հետ։ Երբ որ Մայր Թերեզային հրավիրեցին միջոցառման, для детей больных СПИДа, против ՍՊԻԴ-ը, больных детей, в общем, ինքը չգնաց հրաժարվեց, ասեց, եթե այդ բառերը փոխեք, գրեք հանուն առողջության, ես կգամ, բայց против ՍՊԻԴ-ը չեմ գա, ու ինքը չգնաց, սա ասում է մի բան, որ մարդիկ տիրապետում են խոսքի ուժի այդ գաղափարին, այսինքն այդ ուսուցմանը տիրապետում են, ես ոնց հասկացա, Նիկոլ Փաշինյանը լավ էլ տիրապետում է խոսքի ուժի պահով, որի համար ռեսպեկտ, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ դուք պայքարում եք, ուզում եք, որ ճանաչվի ցեղասպանությունը եւ այլն, այս sense են պայքարում, որպեսի երբեք այլևս ցեղասպանություն չլինի, լինելով այսքան փոքր պետություն, ունենալով այդքան խնդիր, նա ճանաչեց Պաղեստինի անկախությունը, հաշվի առնելով թգեր տերությունները ովքեր են, ասենք Իսրայելը Իրանից ինչ է ներկայացնում, նա միևնույնն է ճանաչեց պետականորեն Պաղեստինի անկախությունը, անչափ ուրախ եմ, որ խաղաղություն կնքվեց, անչափ հպարտ եմ, որ իմ պետությունը առաջիններից մեկն էր, որ ճանաչեց այդ պետության անկախությունը, որովհետև կյանքում ոչ մի ազգ չպետք է գենոցիդի ենթարկվի, ոչ մի ազգ, միայն մենք չէ, ոչ մի ազգ չպետք է ենթարկվի գենոցիդի, այսքանը իրոք շատ եմ ուզվել